Սերոբ Գասպարյանի գործի վերաբերյալ ինչ կասեք եւ նրա խափանու միջոց կալանքը այդպես էլ չի փոխում տևական ժամանակ է կալանքի։ Նախ ուզում եմ անդրադառնալ սկզբից նրանից, եթե պետությունը իրոք համոզված է, որ Սերոբ Գասպարյանին եւ կոնկրետ նաեւ այս խմբին մեղսագրվող արարքը տեղ ունի իրականության մեջ, նախ եթե տեսականորեն էլ ընդունենք, որ գոյություն ունի մեղսագրվող արարքը, պետք է հասկանանք, որ սա ինչ-որ բանի հետևանք է։ Սա առաջի խումբը չի, որ նման մեղադրանք է մեղսագրվում, մենք պետք է որպես պետություն հասկանանք ինչն է պատճառը, այս ամեն ինչի պատճառը ինչ է, ոնց է, որ երրորդ խումբն է ենթադրյալ ձևավորվում, այս չարիքից ազատվելու ճանապարհ բռնել։ Հատուկ ծառայությունները պետք է զբաղվեն այս պատճառը վերացնելով, ոչ թե հետևանքներ վերացնելով, որովհետև եթե սենց շարունակվի, չի բացառվում, որ այս ամբողջ ազգը հայտնվի կալանավայրերում, որովհետև նման իշխանության պայմաններում, եթե նույնիսկ մարդիկ տեսականորեն որոշում են կայացել գնան այս մեթոդով լուծման, Էսի ուրեմն ազգային անվտանգության ամենամեծ հացն է։ Ու պատահական մարդկանց մասին չի խոսքը, այս մարդիկ հրամանատարներ են, այս մարդիկ պատերազմ են վարել, այս մարդիկ հող են ազատագրել, պաշտպանել եւ այսօր այս մարդկանց կարիքը առանց այդ քիչ են գնացել, այս մարդկանց կարիքը ավելի է զգացվում Հայաստանի պաշտպանության համար։ Լավ, Արցախը հանձնեցիք, էլի հանգիստ չեք։ Հիմա ինչ եք ուզում։ Սյունիքի ուղղությամբ թշնամին ակտիվացել է եւ կրակոցների հետ կապված պաշտպանության նախարարությունը դրանք համարում է ոչ Հայաստանի ուղղությամբ։ Դե սպասեք նրան, հիմա չզարմանաք, որ Ասերյանը հիմա էլ պատասխանի ասի ոչինչ, հեսա զինամթերքները կպրծնի էլ չեն կրակի։ Ջերմուկի դեպքում սովածացան գնացին, հիմա Սյունիքի դեպքում թշնամու զինամթերքը կպրծնի էլ չեն կրակի։ Թող ժողովուրդը մի շաբաթ էլ համբերի, մի շաբաթվա փամփուշտ է մնացել, չեն կրակի։ Թե մշակույթի տանն է դիպել կամ մարդկանց տանիքներին ինչպես է ստացվում, որ հիրախավորված չեն։ Դուք լրագրող եք, դուք ավելի ինֆորմացված եք, տեղեկություն չունեք, որ մեր հայերն են կրակել մշակույթի տան վրա, մարդ չկա ձերբակալված այդ գործը։ Կարող է ձեր հայտարարությունը լուրջ ընդունեն։ Բայց դրանից լուրջ ինչ եք ուզում, այս խեղ կատակի ձեռել ինչ եք, սրանից լուրջ բան եք ուզում։ Այսինքն պաշտպանության նախարարության առաջարկ ադրբեջանական կողմին, որ հետաքննություն անենք, պարզենք, հենց նպատակը դա է։ Նման պաշտպանության նախարարի գլխավոր շտաբի պետի արկայության պայմաններին դուք խոսում եք ուժային նման կառույցի գոյության մասին։ Դուք ինչի մասին եք խոսում։ Այս երկիրը պաշտպանելու է կամավորականը բանակին նեցու կլնելով։ Հիմա այն կողմից բանակն են կազմաքանդում, այս կողմից կամավորական շարժումներն են փորձում sense բսկտել, իրար դեմ հանել, հրամանատարներին բանտարկել։ Սրանցից ինչ եք ուզում։ Վերջնանպատակը ո՞րն է այս գործով։ Վերջնանպատակը, որ ինքը իր խաղաղության ծրագիր իրականացնի, այն ինչի համար բերե նշանակել են այս երկրի գլխին փորձանք։ Ինչն է, ինչը պետք է լինի վերջնանպատակը։ Ինչ եք ուզում։ Էսի առաջի խումբն է, այսքան մարդկանց վրա sense այս մեղադրանքները մեղսագրվում է։ Պատճառը վերացրեք։ Պատճառը ինքն է։ Թուրքիայի, Ադրբեջանի արտակարգ լիազոր դեսպանը Հայաստանի Հանրապետությունում ինքն է։ Հենա նոր մի քիչ առաջ նայում ենք հիստերիկությունը նորից ազգային ժողովում բռնել է, արդեն գալիս դուքն է ուտում։ Այս պայմաններում այսօր հրամանատարներ եք դատում։ Ասում են 47 կիլոմետրանոց ճանապարհի մասին։ Այս ազգին հասնում է։ Այս ազգին հասնում է սենց ղեկավարը։ Եթե այս ձև են վերաբերվում, ուրեմն ինչ ասեմ։ Մնացել այս մի կորիզ ազգային, այս կռվող տղեկի ազգային կորիզը, որ վերջի րոպեին կանգնելու են 18 տարեկան զինվորի կողքը, կամ մեռնելու են, կամ այս երկիրը երկիր է մնալու։ Ուրիշ ինչ ասենք։ Այսինքն կամավորականների միջև վերջ կռվելու պատրաստ մարդկանց մեջքը կոտրել։ Այս կողմից բանակն է դզելով գալի, այս կողմից կամավորականությունն է ասած փորձում կոտրել, ինքը դե որ հայի հետ կապ չունի, ինքը չի հասկանում, անհնարին գործ է բռնել։ Էսի Արցախ հանձնելը չի, որ վճարվի հանձնի, էսի մարդուն չի կարանալու փոխի, դե ինքը որ հայ լինի գենետիկորեն, կզգա ինչի մասին եմ խոսում։ Այս կանգնած մարդկանցից որի մեջն է հայրենասիրությունը հանելու։ Լիկվիդացնում է օրենքով սա։ Հիմա այս լծակը ունի, հեսա կարող կիրառի, մենք պետք է թույլ չտանք սա։ Հիմա իրավական հարթությունով է փորձում իբրև թե անի, հեսա հետևանքները կտենանք էլ։
Շնորհակալություն։ Լավ եք։ Թալանվածը յետ բերելու համար նախ պետք է հասկանալ թալանվածի տեղը եւ թալանի մեխանիզմը, որն առաջին հերթին ստվերային տնտեսությունն է, արհեստական մենաշնորհները, հարկերից խուսափելը։ Եվ այս երևույթների դեմ պայքարում է ձևավորվել վերը նշված հավելյալ, կրկնում եմ, լրացուցիչ, հեղափոխության բերած 4.2 միլիարդ դոլար բյուջետային եկամուտը։ Պետք է խոստովանեմ, որ թալանվածը յետ բերելու, հանցագործներին պատժելու հեղափոխական օրակարգը մոռացության մատնելը մեր հասցեին ամենահաճախ հնչող մեղադրանքն ու քննադատությունն է։ Բայց ուզում եմ միանգամից ասել, որ կտրականապես մերժում եմ այդ քննադատությունը հետևյալ պատճառաբանությամբ։ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունը այո տվել է թալանվածը յետ բերելու, հանցագործներին պատժելու խոստում։ Բայց հեղափոխությունը եւ անձամբ ես խոստացել ենք նաեւ, որ հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանում վենդետաներ չեն լինելու, որ Հայաստանը լինելու է օրենքի եւ իրավունքի գերակայության երկիր։ Ուրեմն ինչպես ենք համատեղելու այդ թվում է իրար հակասող օրակարգերը։ Իրականում օրակարգերը իրար չեն հակասում եւ մենք հենց այդ օրակարգերի իրակցմամբ ենք զբաղված եղել եւ շարունակում ենք դրանով զբաղվել, այն է բացառել վենդետաները, վերադարձնել թալանվածը, պատժել հանցագործներին եւ Հայաստանի Հանրապետությունը չդարձնել բեսպրեդելի սև խորշ աշխարհի քարտեզի վրա, այլ ընդհակառակը օրենքի գերակայությունը դարձնել անշրջելի եւ ինստիտուցիոնալ։ Սա հարցի իրավաքաղաքական եւ բարոյական կողմն է, բայց կա նաեւ գործնական կողմը։ Խնդիրն այն է, որ ինչպես ասել եմ բազմիցս, թալանվածը պահեստավորված չէ մի կոնկրետ հասցեում, որ գնաս բարձես բեռնատարները եւ վերադարձնես։ Թալանվածը տեղաբաշխված է տարբեր տեղերում, տարբեր ձևերով։ Երբեմն դա Հայաստանում է, երբեմն արտերկրում, երբեմն մեզ հայտնի անձանց անունով է, երբեմն մեզ լրիվ անծանոթ դրածո անձանց անունով, երբեմն անշարժ գույք է, երբեմն գումար, երբեմն արվեստի գործ, երբեմն բաժնետոմս, երբեմն գոհացված է անհատից, երբեմն կառավարությունից, երբեմն համայնքից, երբեմն իրավաբանական անձից։ Երբեմն օտարված է երրորդ անձի, որը բարեխիղճ ձեռքբերող է եւ կապ չունի թալանի եւ կոռուպցիոն սխեմաների հետ, շուկայում տեսել է իրեն հետաքրքրող ապրանք եւ օրինական կերպով պարզապես գնել։ Ինչ ենք մենք արել ուրեմն։ 2019 թվականից սկսել ենք թալանի գործյան հանգույցը արձակելուն ուղղված համակարգ ձևավորել։ Այդ գործը արել ենք հետևողական ու սկզբունքորեն։ Այդ գործը հետևողականորեն շարունակել ենք COVID-ի համավարակի, պատերազմի, ետպատերազմյան ճգնաժամի, տարածաշրջանային էսկալացիաների, համակարգային թալանի դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերի դիմադրության, աշխարհակարգի փլուզման, Հայաստանի ժողովրդավարական իմիջը միջազգայինորեն պահպանելու կենսական անհրաժեշտության պայմաններում, զուգահեռ տնտեսությունը աճեցնելով աննախադեպ չափերով 43.5%-ով։ Ուշադրություն դարձրեք։ 2018-24 թվականներին Հայաստանի տնտեսությունը աճել է, իրական աճի մասին է խոսքը, 43.5%-ով։ Ինչպես վերը նշեցի, այս ողջ գործընթացի զուգահեռ բյուջեին բերելով լրացուցիչ 4.2 միլիարդ դոլար եկամուտ, ապահովելով մեր երկրի կայունությունն ու անկախությունը, մեծացնելով մեր երկրի ինքնիշխանությունն ու ինքնիրույնությունը, ապահովելով եւ երաշխավորելով երկրի ինքնիշխանության ամենանվազագույն ատրիբուտներ, օրինակ, որ Հայաստան մուտք գործող եւ Հայաստանից դուրս եկող քաղաքացիները անձնագրային հսկողություն անցնեն միայն ու միայն Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի զինծառայողների կողմից։ Ճոխություն, որ մեր պետությունը 33 տարիների անկախության շրջանում իրեն այդպես էլ չէր կարողանում թույլ տալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։